եւ սպարապետը ուզում եմ ասեմ բոլորինս է եւ այն ցավը, որ հիմա նա մեզ հետ չէ, բոլորինն է։ Ուստի կխնդրեմ նշեք, թե ինչ խորհուրդ ունի այսօրը ձեզ համար, ինչ հուշեր կարող եք մեզ հետ կիսվել սպարապետից։ Նախ ուզում եմ բոլորի շնորհավորել Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ։ Համարում եմ, որ Վազգենը Հայաստանի եւ հայության եզակի հերոսներից է, ում ծննդյան օրը միշտ հիշվելու է, եւ Վազգենը նաեւ դրական օրինակ է դառնալու սերունդներ կրթելու, դաստիարակելու համար։ Վազգենի հիմնական պատգամը ամենայն հավանականությամբ իր ամենաշատ տեսադիտված կարճոլովակն է, որտեղ ասում է անկախությունը բացարձակ արժեք է։ Մենք պիտի գնահատենք այդ, մենք պիտի մեր երկրի ինքնությունը, անկախությունը, մեր տեսակը գնահատենք ու շարժվենք մեր երկրի շահերով, միմիայն մեր երկրի շահերով, համադրելով դրանք այն երկրների հետ, ում շահերը տվյալ պահին համընկնում են մեր երկրի հետ։ Այսօրվա Հայաստանը կարծում եք, որ սպարապետի Վազգեն Սարգսյանի երազած հայրենիքն է, Հայաստանն է առանց Արցախի, որի ազատագրման գործում ինքը մեծ ներդրում է ունեցել։ Իհարկե ոչ, եւ Վազգենի ողջ լինելու պարագայում նախ այդ պատերազմը չէր լինի, երկրորդ ազատագրված Արցախը չէինք կորցնի, ու այստեղ էլ էլի, եթե մենք կարևորեինք մեր ինքնիշխանությունը, մեր տեսակը, շարժվեինք մեր շահով, ոչ թե մեզ բարեկամ հռչակված երկրի շահով, որի վրա հույս էինք դնում, որ իրենք կպաշտպանեինք, մենք Արցախը չէինք կորցնի։ Վազգենն ասում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու, այն ժամանակ դեռ Արցախը չէինք կորցրել, բայց ինքը գտնում էր, որ պատերազմը ամեն օր կարող է սկսել, ու այդ պատերազմը այնպիսի արագություններ ունի, որ ժամերի ընթացքում կարող է Բաքու կամ Երևան հասնել։ Հետևաբար գտնում էր, որ երկրի տնտեսությունը հզորացնել է պետք, բանակը մարտունակ պահել է պետք, որ երկրի տնտեսությունը չի հասցնում բանակի սպառազինության խնդրում, եւ դրա համար է, որ ինքը գալիս է քաղաքականություն, վարչապետ աշխատելու է, իրենից է մեջբերումներ անում, էսի իմ տեսակետը չի։ Եվ եթե հիշում եք իր վերջի այցելությունը Միացյալ Նահանգներ, մի իմաստուն էր, որ հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան, որպեսզի այդ տնտեսությունը կարողանա հասցնել։ Եվ այնտեղից գալուց հետո էր, որ սկսեց կոռուպցիայի դեմ պայքարել, որտեղ Միացյալ Նահանգներում ասել էին, որ ձեր տնտեսությունը կոռուպցիոն խնդիրներ ունի եւ դրա դեմ պայքարել է պետք։ Հետևաբար այդ համատեքստում էր նաեւ, որ Վազգենը սկսեց կոռուպցիայի դեմ պայքարել, փորձել տնտեսությունը ոտքի հանել։ Ցավոք սրտի Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյան միասնությունն այն միասնությունն էր, որ հանրային ընկալման մեջ արդարություն, արժանապատվություն, պետականություն հուշող ու դրա ապագան ոգեշնչող իմաստեր ձեռք բերել, ինչը թե արևան երկրներին, միգուցե նաև բարեկամ երկրներին դուր չեկավ, եւ իմ կարծիքով դրա հետևանքները նաև հոկտեմբերի 27-ը։ Արցախը ինչպիսի արժեք էր Վազգեն Սարգսյանի համար։ Գիտեք ինչ, Վազգեն Սարգսյանի համար, մեր յուրաքանչյուրի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Արցախը Հայաստանի անբաժանելի մաս էր եւ Արցախահայության իրավունքները ու նրանց շահերը պաշտպանել էր պետք։ Կարողացանք պաշտպանել, ոչ չկարողացանք, ինչու չկարողացանք, որովհետեւ մեր տնտեսությամբ, մեր կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետեւ մեր հույսը դրեցինք, չգիտեմ, ինչպես ասեմ, մեր գործընկեր կամ ռազմավարական գործընկեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանց ձեռնատու չի, նրանք ամեն գնով Արցախ պահեն, ոչինչ մի քիչ վատ ապրենք, ոչինչ մի քիչ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինչ մի քիչ կոռումպացված լինենք, իրենց էլ մագարիչներ անենք, բայց Արցախը պահենք, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Ես նորից եմ կրկնում, որ Վազգենը Միացյալ Նահանգներ գնաց ներդրումներ բերելու համար, որ Վազգենը Սփյուռքի համաժողովն արեց Սարդարաբադում, դա արեց ներդրումներ բերելու համար, իսկ այդ ամեն ինչը արվում էր, որ Հայաստանի տնտեսությունը իր քայլերով կարողանա համապատասխան սպառազինություն եւ տնտեսական հենք ստեղծի բանակի համար, որտեղ Վազգենի ցանկացած ելույթ ավարտվում էր նրանով, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել։